Երբ որ նորմալ դիվանագետները չեն ուզում քեզ հետ աշխատել, մնում ես թուրքի ագենտ ու նասկի գզող անուններով հայտնիների հույսին։ Մի պահ պատկերացրեք, մի լուրջ մասնագետի Նիկոլը խնդրել է գալ աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում։ Ասենք հասկացել է, որ Պապոյան Գևորգը իրոք ոչ մի բարի պետք չէ ու որոշել է այդ մի կադրը նորմալին բերել նշանակել։ Այդ մասնագետը, որ պետք է ասենք դրսից գա աշխատի նախարար, ասում է հələ մի քիչ ուսումնասիրեմ էլի, ում հետ եմ աշխատելու, ու բացում են Նիկոլի ազգային ժողովի ամբիոնից 2 օր առաջվա վիդեոները, անտաղանդ պարը, այդ աշխատանքի պայմանագիրի կճղի կգցի աղբար կղը, ու երևի անգամ որպես զբոսաշրջիկ Հայաստան չգա։ Ասում ենք առողջապահության նախարարը ինչու է իրավաբան, այն էլ երբեք հայտնի չեղած իրավաբան։ Հա բա որ մի լուրջ մասնագետը Նիկոլի հետ կաշխատի իր ոլորտում նախարար, տեղակալ։ Լավ, կասեք, ինչ եք առաջարկում։ Այս իշխանությունը հենց ընդդիմությունը խորհրդարանում քննադատում է, ասում են, բա ինչ եք առաջարկում։ Հիմա որ ուզենամ ժամերով մտածել որակյալ դիվանագետի անուն, որ կհամաձայնի աշխատել Նիկոլենց հետ, արտգործնախարար, հաստատ չեմ գտնի։ Չեմ կարող հայրենասեր մեկին գտնել, որ կգա ու Նիկոլի իշխանությունում կաշխատի որևէ պատասխանատու պաշտոնում։